Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից այսօր քաղաքագետ Էդգար Էլբակյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Էլբակյան։ Պարոն Էլբակյան, ընտրություններից առաջ, այսպես բաժանարար գծեր մի նոր խոսույթ առաջ եկել, պատերազմի եւ ոչ պատերազմի կուսակցություններ, սա ձևավորել է իշխող ուժը։ Ըստ իրենց ընկալման բոլոր ուժերը այսպես, խաղաղության ռևիզիայի են ենթարկում իրենց տեսլականը խաղաղության եւ իրենք են այսպես ներկայացնում խաղաղության միակ խաղաղություն բերող ուժը իրանք են։ Սա որքանով կարող է հասարակության տրամադրությունների վրա ընտրություններից առաջ ազդել եւ որ ուժն է, այսպես, եթե հայտարարություններին հետևենք, որ ասել է, որ եթե գանք իշխանության, ապա խաղաղություն չի լինելու եւ շարունակելու ենք պատերազմել Ադրբեջանի հետ։ Հայտարարությունը ամբողջությամբ շինծու է եւ սուտ է։ Չկա որևէ ուժ, որ ռևիզիայի ենթարկում խաղաղությունը մի պարզ պատճառով, որտեղ անհնար է ռևիզիայի ենթարկել մի բան, որը չկա։ Եվ իմ կոչն է նաեւ լրագրողական համայնքին հետեւողական լինել այս հարցում։ Երբեմն սուտը բաղկացած է ոչ թե ինչ-որ բարդ ձևակերպումներից, ստորադասական նախադասություններից, այլ բառն ինքնին արդեն սուտ է։ Հիմա երբ ինքը ասում է, որ կան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժեր, դա սուտ է, որտեղ նա խաղաղություն չկա։ Ռևիզիայի ենթարկել մի բան, որը չկա, անհնար է։ Ընդհակառակը կան իրենք, որպես պատերազմ բերածներ եւ դեռ բերողներ, որովհետեւ այս կրակոցների ժամանակ առ բացակայություն չի նշանակում խաղաղություն։ Եթե խաղաղության այդպիսի ձևական սահմանում ենք տալիս, ամենալավ խաղաղությունը ուրեմն դագաղի մեջ եղած վիճակն է։ Սա խաղաղություն չէ։ Սա ուղղակի նախընտրական դադար է, որ հնարավորություն տրվի պատերազմ բերած իշխանությանը Հայաստանի ներսում վերարտադրվելու, որ հետո ինքը շարունակի զիջումներ անել։ Պարոն Էլբակյան, մշտապես Նիկոլ Փաշինյանը այսպես տարբեր իրադարձությունների վերաբերյալ խոսելիս ասում է, որ նույն է երեք ճեպազրույցում, օրինակ ասում է նույն այս թեզի շարունակությունը, որ եթե մենք չլինենք իշխանություն, չընտրվենք ընտրություններում գալիք, ապա պատերազմ է լինելու, նույն խոսույթով էլ ասում են, որ եթե մենք չլինենք, TRIP նախագիծը ձախողվելու է, չի կանալու, ասում են, եթե մենք չլինենք, ԵՄ դիտորդները, այսպես հեռանալու են Հայաստանից։ Հիմա ստացվում է, որ այս ամբողջ ընթացքում այս կազմակերպությունները պայմանավորվածությունները եղել են ոչ թե պետության, Հայաստան պետության հետ, այլ կոնկրետ անձանց եւ ցանկացած իրադարձություն պայմանավորված է մեկ անձի գործոնով, այդպես է թե ոչ։ Էլի սահմանման նենգափոխման հետ գործ ունենք, ոչ թե TRIP, այլ Զանգեզուրի միջանցք։ Իրերը պետք է իրանց անուններով կոչենք։ Այդ պրոյեկտը հորինվել է քողարկելու համար Հայաստանից տարածքի հանձնումը Թշնամուն միջանցքի տեսքով։ Թշնամին դրա մասին բազմիցս ասել է եւ Անկարան եւ Բաքուն, որ դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Հետեւաբար այստեղ էլ իր ասածը ուղակի կրկնելու եւ հետո նոր վերլուծելու փոխարեն պետք է ֆիքսենք, որ ասածը արդեն իսկ սուտա պարունակում իր մեջ բառի տեսքով, էլ ուր մնաց արդեն մենք սկսենք բան անել, փաստարկից խոսել։ Ինչ վերաբերում է փաստարկային մասին, գիտեք, եթե շատ սառը հայացք գցենք իրերին, ապա կստացվի հետեւյալը, որ ինքը ամեն ինչ հանձնում է նույնիսկ առանց պատերազմի, առանց դիմադրության, այստեղ էլ եթե պատերազմ բառը մենք փոխենք դիմադրության, որտեղ երբ որ քո վրա կրակում են, դու կրակում ես, դե հա, դա դառավ պատերազմ։ Երբ որ քո վրա կրակում են, դու չես կրակում, կարելի ասել, որ չկա պատերազմ, բայց իրականում կա, որտեղ պատերազմը հենց այդ ագրեսիայի ակտն է, պատերազմը այն է, երբ որ ասում են, որ պետքա Ռամիլ Սաֆարովներ կան Հայաստանում բնակվեն 300,000 հոգի։ Պատերազմն է, որ իրանք ասում են, որ պետքա դուք ձեր սահմանությունը փոխեք։ Երեք Նիկոլ Փաշինյանը այս սրա վերաբերյալ ինչ էր ասում է, որ ըստ էության, եթե այսպես բուն իմաստը հասկանանք, ասում էր, մենք երբ որ խոսում ենք օրինակ Արցախի մասին, Արարատի մասին, Ամարասի մասին եւ մեր այդ պատմական վայրերի, մենք սրանով մեր խոսույթով առիթ ենք տալի, որպեսզի Ադրբեջանն էլ հայելային կերպով խոսի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին, ուստի այսպես հորդորում է, որպեսզի մենք զսպենք։ Սուտ ասում, Ադրբեջանը դրա մասին sense տնից խոսալու է։ Երբ որ լեհերը խոսում են նրա մասին, որ Լվովը պատմական արևելալեհական հող է, բա ուկրաինացիները հայելային ինչի չեն սկսում խոսել, որ Վարշավան պատմական ուկրաինական հող է։ Երբ որ մի ամբողջ պետության անուն Մակեդոնիա
հունական նահանգի անունն է։ Ինչի Հունաստանը պատերազմ չի հայտարարում Մակեդոնիային։ Երբ որ մի ամբողջ Ադրբեջան պետության անուն, Պարսկաստանի Ատրպատական նահանգի այլախեղված անունն է, բայց ինչի Իրան-ադրբեջանական պատերազմ չի լինում։ Դե պարզ հարց եմ տալիս։ Լեհերը մինչև այսօր էլ համարում են, որ իրենք ունեն պատմական արևելյան հողեր, որոնք Բելարուսի եւ Ուկրաինայի տարածքում են։ Դրա մասին գիտական հոդվածներ են գրում, երբեմն տուրիստական ավտոբուսներով էքսկուրսիայի են գնում, որ Լվովը շրջակայքը նայեն, այ իմ տատիկը օրինակ էստեղից է եղել։ Բայց ինչի դա պատերազմի չի բերում։ Պատերազմ բերում է Ադրբեջանի ցեղասպանական Հայաստանը վերացնելու մտադրության քաղաքականությունը։ Ինչքանով դա միսուարյուն կստանա, արդեն կախված է Հայաստանի ուժից։ Պատերազմ չի լինում նրա պատճառով, որ մենք դեռ ինչ-որ բան այդքան էլ լավ չենք հանձնել, ու այս իշխանությունները մեզ պետք են, որ դա հանձնեն։ Պատերազմ լինում է, որովհետև թշնամին ունի մեզ վերացնելու մտադրություն։ Սա պետք է այսպես հստակ բան անել, ֆիքսել։ Բայց նայեք, մի կողմից խոսում եք, որ այսպես խաղաղություն չկա, պատերազմ, բայց իրենք էլ ասում են, տեսեք, մենք հասել ենք նրան, որ անգամ երկու ժողովուրդներ արդեն սկսել են առևտուր անել Ադրբեջանից, SS վառելիք է գալի, հացահատիկ է գալի Ադրբեջանի ճանապարհով։ Ինչ ասում են, որ աննախադեպ է, ու հենց սա է խաղաղության երաշխիք ու միջոց է, որպեսզի երկու ժողովուրդների միջև այս թշնամանքը վերացվի։ Իրենք էլ այդ հակափաստարկն են բերում։ Ես չգիտեմ ինչի է մեր եթերը հիմա վերածվել իմ հերակաբանավեճին շո բթամիտ փաստարկների հետ։ Դե հայտարարությունները չպետք է հետևին։ Չէ, դե շատ բան է հնչում։ Մենք պետք է ասենք իրականությունը, առևտուրը, բանը, այդ ամեն ինչը խաղաղության մասին չեն։ Խաղաղությունը այն է, երբ որ մեկը չունի մյուսին վերացնելու մտադրություն։ Դժվար է դա ֆիքսել։ Որ օրը որ Ադրբեջանը կանգնի ասի, որ ես չունեմ հայերին վերացնելու մտադրություն, այդ գործողությանը հետևեն քայլեր։ Ինքը դադարի ասել, որ պետքա Հայաստանում դեմոգրաֆիկ էքսպանսիա իրականացնի։ Ինքը սկսի կրճատել օրինակ իր բանակի ֆինանսավորումը, դպրոցական ծրագրերից անի հայատյացությունը, այսինքն էական քայլեր ձեռնարկի, որը ցույց կտա, որ ինքը չունի վերացնելու մտադրություն, դա կլինի խաղաղություն։ Թե ինչ առևտրի մասին է խոսքը։ Մինչև հիմա Ուկրաինայի տարածքով մինչև առնվազն վերջերս ռուսական գազը գնում էր Եվրոպա։ Պատերազմի պայմաններում խաղաղություն է ուրեմն այնտեղ։ Ամեն ասացի ու ամեն հաճոցի որ շահություն դարձնենք, կարավանը առաջ չի գնա։ Դե չի գնում էլ, 5 տարի է, 10 տարի է, 8 տարի է։ Ու վերջին այսպես բան, այս սրա վերաբերել որպես արձագանք, որն էր, որ հայ ժողովրդից եւ Արցախի ժողովրդից ըստ այդմ նաեւ տարիներ շարունակ ըստ իշխանությունների թաքցվել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Անկամ փաստաթղթերի օրինակով այդպես բերվեց։ Հայ ժողովրդից հիմա է թաքցվում, որ սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով։ Սահմանությունից հանվում է հիշատակում անկախության հռչակագրի, որը հետո շատ լավ առիթ է լինելու, այդ որ ասում են առիթ եք տալի թշնամուն, այ իրանց արածն է առիթ լինելու, որ թշնամին ասի բեցով ասես, որ ընդհանրապես անկախ պետություն է։ Ոնց որ այսօր Ալիևը առիթը իրենց տված առիթը բաց չի թողնում Հայաստանից աղրելու, նույն ձև էլ ապագա։ Իսկ անկախ պետություն առանց անկախության հռչակագրի։ Նայեք, ամեն ինչ կարա լինի, բայց երբ որ դու տալիս ես այդ առիթները հետևողականորեն, այդտեղ ես որ դու հնարավորություն տալիս թշնամուն ավելի խորացնելու իր արածը։ Հայաստանը այսօր էլ անկախության իր պաշարը զգալիորեն կորցրել է։ Հայաստանի տարածքի մասին պայմանագիր են ստորագրում առանց Հայաստանի։ Ուր են այդ կեղծ ինքնիշխանականները, երբ որ Վենսը գնաց Բաքու, Թրիփի մասին, այսպես կոչված, այսինքն Զանգեզուրի միջանցքի մասին պայմանագիր ստորագրեց, այդ Հայաստանի տարածքով չի անցնում։ Այն Մոսկվայի պայմանագրի մասին միլիոն տարի առաջ ա եղել իրանց ճողողները ուր են։ Այսօր այս տարի է դա տեղի ունեցել։ Հայաստանի տարածքի մասին պայմանագիր են կնքել առանց Հայաստանի։ Բայց այդ ԵՄ բանակցություններ էր վարում Ադրբեջանի Միացյալ Նահանգների հետ, որպեսզի այդ Թրիփի նույն բանն ենք ասում։ Սա արդեն իսկ անկախության մակարդակի նվազեցումը դե ֆակտո։ Մի հատ էլ երբ որ դե յուրե դու հրաժարվում ես քո անկախության հռչակագրից, իհարկե դե ֆակտոն գումարվում է դե յուրեին ու լավ առիթ է թշնամու համար, ասելու բեցով ասես որ սա ընդհանրապես անկախ պետություն է։ Այսօր իրանք արդեն Հայաստանին չեն ընդունում այդպեսին, այլապես Հայաստանի տարածքի մասին պայմանագրի կողմ կլիներ Հայաստանը։ Պարոն Ալբակյան, ամեն դեպքում հանրությունը պետք է իր համաձայնությունը տա այդ հանրաքվեի միջոցով
անկախության հռչակագրին հողում լինի, թե ոչ, այ ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է սա ներկայացվի, որպեսզի հանրությունը գնա ու իր համաձայնությունը տա, ինչպես է հնարավոր այդ քողարկել կամ չգիտեմ, ինչ փաթեթով պետք է ներկայացվի, որ ոչ մի ընտրություն, ոչ մի հանրաքվե ինքը լեգիտիմ չէ, որովհետև իրականացումը բռնության սպառնալիքի տակ։ Բռնության սպառնալիքի տակ անցկացել 2021 թվականի ընտրությունները, երբ որ Թուրքիան ասում էր, եթե իշխանափոխություն եղավ, ես դա կհամարեմ ռազմական հեղաշրջում եւ կներխուժեմ։ Բռնության սպառնալիքի ներքո են իրականացվում Տավուշում հողերի հանձնումը։ Հիշեք 2 տարի առաջ։ Ասում էր, եթե չհանձնենք ձեր հողերը, շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Բռնության սպառնալիքի ներքո է իրականացվում այս ընտրությունը։ Որ ասում են, եթե մեզ չընտրեք, կմեռնեք։ Ինչի մասն ենք մենք ստե խոսում։ Բարդ է մի հատ էլ բռնության սպառնալիքի տակ անցկացնել ճակերտավոր հանրաքվե։ Այստեղ խնդիրը ժողովրդի հանրության մեջ չի։ Այսինքն ինչ էլի պետք է ներկայացնեն, որ եթե անկախության հռչակագիրը չհանվի, պատերազմը լինելու։ Էլի այդպես։ Հա, որովհետև Ադրբեջանի, Թուրքիայի համար խնդիրը առհասարակ մեր լինելիությունը եւ այն հենասյուները, որոնց վրա մեր լինելիությունը կայացած է։ Մենք ուղղակի պետք է չլինենք, այդ դեպքում կլինի իդեպ խաղաղություն։ Եվ այս այսպես կոչված ԿՊ-ի խաղաղության քարոզը այս դրա մասին է։ Եթե դուք ուղղակի չլինեք, ինքնութենական առումով կամ вообще ֆիզիկապես, մասիսար չասեք, խորենացի չասեք, մեծայք չասեք, Արցախ չասեք, ուղղակի լինեք ինչ-որ կենսաբանական էակներ այս տարածքում գցած առանց ինքնության։ Այդ ժամանակ խաղաղություն կլինի, բայց դա արդեն կնշանակի, որ հայեր չկան։ Դրանք էլ հայեր չեն, դրանք ուղղակի առանց ինքնության շուրջ բան են, էակներ են։ Ինքը կրկնում է այն, ինչ որ միշտ ասել են թուրքերն ու ադրբեջանցիները։ Իսկ հասարակության վրա այսպես դա ազդեցություն ամեն դեպքում թողում է, թե արդեն այսպես հասարակությունն էլ է սովորել այս խոսույթին ու լուրջ չի վերաբերվում։ Չէ, հասարակության մեծ մասը դեմ է, այսպես ասենք, նրան ինչ կատարվում է, ասենք Հայաստանի թուրքացմանը։ Խնդիրն այն է, որ այդ դեմ եղողների, որոնք մեծ մասն են կազմում, այդ դեմ եղողների մեծ մասն էլ կամ զգալի մասը պատճառահետևանքային կապը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, օրինակ ինչի առաջ 300,000 Ռամիլ Սաֆարովների Հայաստանում հաստատվելու մասին խոսք չկար, կամ այնքան քիչ էր, որ մենք չէինք էլ իմանում դրա մասին, իսկ հիմա օրը մեջ են դրա մասին ասում։ Այստեղ արդեն ընդդիմության թուլության, ընդդիմության մասնատվածության, ընդդիմության թուլության, ընդդիմության մասնատվածության հետ գործ ունենք, ոչ թե առանձին վերցած քարոզչության անարդյունավետության, որտեղ քարոզչություն վարողը այդ քաղաքական միավորն է։ Հիմա կա իշխանությունը որպես քաղաքական միավոր եւ նրան հարող տարատեսակ արևմտյան փափուկ ուժի սուբյեկտները։ Ես նաեւ նկատի ունեի, ինչպես է ստացվում, որ նախկինում այդքան լսելի չէր այս թեզը, իսկ հիմա լսելի։ Դե նախկինում լսելի չէր, որովհետեւ բանից Գոմշասարից մռավից մինչեւ հորադից մեր բանակներ կանգնած։ Այսինքն ոնց կարող լսելի լիներ։ Մի հատ այդ հարցը պետքա թուրքերը լուծեին, իրենց շահերի տեսանկյունից, իրենց բառապաշարով լուծեին, հետո նոր գային դրան։ Այդ հարցը այդվաղ լսելի չէր, որտեվ Արցախ կար, որտեվ Հայաստան կար։ Պարոն Նալբանդյան, շատ հաճախ օրինակ ասում են, որ այդ ամենը ադրբեջանական այս խոսույթը արվում է հենց իրենց ներքին լսարանի համար ու միջազգային հանրության, ոչ թե դրանք իրական մտածողություն են։ Նույնպես տպավորությունն է, որ շատ փոքր միավորներ թվարկեցիք։ Կա հերական հայտնի ասացված, եթե ինչ-որ մեկը ասում է, որ ուզում է քեզ սպանի, լավ կնի լուրջ վերաբերվես ամենահականությամբ եւ ուզում է սպանել։ Այդ էշիականջում քննելու քարոզությունը ընդհանրապես ժողովրդի զգոնությունը բթացնելու միջոց է։ Ժողովրդի զգոնությունը միշտ բթացվում է ցեղասպանություններից առաջ։ Եվ թշնամու կողմից, եւ այդ թշնամու հետ համագործակցող կոլաբորացիայի գնացող ռեժիմների։ Այդ հոլոկոստի ժամանակ ա եղել, այդ հայկական ցեղասպանության ժամանակ ա եղել, այդ Արցախի 20-23 թվականի առհավիրքից առաջ ա եղել, եւ Երևանում եւ Ստեփանակերտում կային շրջանակներ, որ ասում էին մոռացեք պատերազմ չի լինելու, գիտակցված թե ոչ, բայց իրենք էլ իրենց բաժին նպաստ ունեցան այս ամեն ինչի մեջ։ Այնպես որ նախ ինքնին ներքին լսարանն ու միջազգային հանրությունը քիչ չեն, հետո այդ ներքին լսարանը ասելու է դու ինձ sense բան ես խոստացել դե արա։ Եվ երկրորդ ոչ, դա արվում է հենց ասվում է հենց անելու համար։ Մարդիկ համայնքներ են ստեղծում, մարդիկ ներկայացություններ են ստեղծում, գրքեր են տպում,
միջազգային ինչ-որ բանի են լեգիտիմության են փորձում հասնել, դա ասվում է անելու համար։ Իդեպ առաջիկայում այց է սպասվում ազգային ժողովի պատվիրակություն ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ դեպի Ստամբուլ, այսպես մոտավոր թե ոչ հրապարակային, ինչ օրակարգ կարող է այնտեղ լինել, ինչ կարող է քննարկվել այնտեղ այս պահին։ Դա էական չէ, առանձնապես իմաստ չեմ տեսնում այդ տեսակ թեմաների մեջ խորանալու, կա հիմնական օրակարգ, որ այս իշխանությունները բնույթով հակահայկական են, իրենց քաղաքական ինքնությունը, իրենց նպատակները շատ վաղուց իդեպ այդ 20 թվականի պարտության պատճառով չի, այսքան տեղն էլ ես ձեր փոխարեն իրենց թեզերը հիմա վերարտադրեմ, որ ասում են դե ինչ անենք, դե պարտված կողմ ենք, չէ, պարտությունը բերել եք դուք, որտեղ մինչև պարտությունն էլ երբ մենք հաղթած էինք եւ բանից Օմարից մինչև Արաքսայզին որ ներկանգնած դուք ասում եք որ պետքա հանձնել, ասում եք որ Ղարաբաղը այդ բեռա, որ Ղարաբաղը այն ինչ որ իրանք ասում են հիմա, իրանք առաջել են ասել։ Իրանք այնպես չի որ պարտությունն է այսպես իրանք դարձրել, այս ամբողջ նվաստացումները իրենք տանում են հանուն հայ ազգի, չէ, սա իրանք ուզածն է։ Սա այդ շրջանակների, որոնք սերում են դեռ հայոց համազգային շարժումից, պլեյանական, տեր-պետրոսյանական, վանոյական շրջանակներից, սա իրանք ուզածն է։ Սա իրանք անում են գիտակցված եւ հիմա ցավոք սրտի իրանք են իշխանության արդեն 8 տարի։ Այս օրակարգը պետք է քննարկվի, այսինքն ոնց անել, որ իրանք իշխանության չլինեն։ Թե հիմա իրանք իշխանության լինելով ոնց անել, եթե այս պահին օրինակ ընդդիմադիրները ամեն մեկը հայտարարություն հնչում է, արձագանքում են Նիկոլ Փաշինյանին ու անցնում են առաջ։ Դե հասկանանք այդ առաջը որն է։ Ընդդիմությունը երկու հնարավոր բաներ ունի։ Երկու հնարավոր միջոց ունի քիչ թե շատ զսպելու իշխանությունների մոլուցքը բռնանալու ժողովրդի կամքի վրա, իսկ այն որ իրենք ունեն այդ մոլուցքը դա ակնհայտ է։ Ինչ աստիճան կկարողանան դա կյանքի կոչել, կախված է նաև ընդդիմության դիմադրությունից, բայց ցավոք սրտի այդ դիմադրության գործիքակազմը շատ չի, դա մեծ հաշվով ներառում է երկու գործիք։ Առաջինը ներքին միասնականությունը, որից այսօր էլի ահագին հեռացել է ընդդիմադիր դաշտը, եւ երկրորդ սխալներ թույլ չտալը։ Սա արդեն վերաբերվում է առանձին յուրաքանչյուրին, որովհետեւ մեկի թույլ տված սխալը ի վերջո դառնում է ամբողջ դաշտի վրա, որովհետեւ ի վերջո անգամ եթե ընդդիմադիր միավորները չեն գիտակցում, որ իրենք մեկ նավի մեջ են, օբյեկտիվորեն իրենք մեկ նավի մեջ են, այսինքն դու կարող ես չտեսնել։ Հիմա ես կարող եմ այստեղ շրջվեմ եւ չտենամ, որ մենք իրար հետ մի տաղավարում ենք, բայց մենք միևնույնն է օբյեկտիվորեն շարունակում ենք մնալ մեկ տաղավարում։ Հետեւաբար իմ սխալ ինչ որ ասածը արածը նաև անդրադառնալու է ձեր վրա, այո։ Պարոն Ալբակյան, նաև ամերիկյան հետազոտությունների կենտրոնների հրապարակած տվյալները դուք էլ այսպես գրառումներ արել եք այս թեմայով, թե որ ուժը ինչ վարկանիշ ունի ընտրություններից առաջ։ Օրինակ ընդդիմադիրների պատգամավորներից շատ էին, որ այս հարցում ենք, ասում են դե պատվիրված հետազոտություն է։ Հիմա դուք ինչ կասեք, քանի որ դուք էլ եք անդրադարձել այս թեմային։ Ինչն է պատվիրված հետազոտություն։ Դե իրենք հակառակ շրջանակներն են ասում, ըստ որի գործող ամեն դեպքում գործող ուժերից, հա, այս փայտրությամբ իշխող ուժը այդպես համատես մյուս ուժերի բարձր վարկանիշ ունի։ Տեսեք, ես որևէ վարկանիշ չեմ հրապարակել, ենթադրում եմ դուք նկատի ունեք, որ հայկական նախագիծ կազմակերպությունը, որի համահիմնադիրը լինելու պատիվն ունեմ ես, նույնպես իրականացրել է հարցումներ եւ հրապարակել ինչ-որ արդյունքներ։ Այո, բայց այդ արդյունքների մեջ ընտրական վարկանիշներ չեն եղել այդ արդյունքների հրապարակման մեջ։ Ինչ վերաբերում է ձեր հիշատակած հարցման արդյունքներին, բնականաբար տեղյակ եմ, որտեղ դրանք հրապարակային են, հանրայնացվել են եւ ես էլ աչքի անցկացրել եմ։ Եթե մենք հիմա սկսենք խոսել այդ թեմայից, շատ նեղ մասնագիտական զրույց կդառնա, որն անտեղի եմ համարում, փոխարենը տեղին եմ համարում նշել հետեւյալը, որ սոցիոլոգիական հարցումները նամանավանդ նախընտրական շրջաններում արտահայտում են այդ օրերի, երբ որ իրականացվում են դաշտային աշխատանքները, այդ օրերի տրամադրությունները։ Դրանք շատ նման են մեր հեռախոսով, երբ որ վիդեո է գնում կամ համակարգչով փորձում ես խտանկարել։ Բայց դա այնպես չի, որ երկար ժամանակ մինչև ընտրություններ այդպես ինչ որ կտրուկ փոփոխություններ։ Չէ, փոխվելու են։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ արդյունքներին, ես չեմ կարող այլոց արած հարցումների մասին ոնց որ կարծիք ասել։ Այնտեղ
պատվիրատուն հատկապես ուրիշ է եղել իրականացնողը, ուրիշ է եղել պատվիրատուն օտարերկրյա սուբյեկտը իրականացնողը հայկական սոցիոլոգիական հետազոտական ընկերությունը, մի խոսքով այդ դաշ չմտնենք, էականը այստեղ այն է, որ ցանկացած սոցհարցում նախընտրական շրջանում այդ պահի այսպես խտանկարն է տալիս, բայց որը հաջորդ իսկ օրը, հաջորդ իսկ շաբաթներին փոխվելու է։ Այ որ դեպքում կտրուկ միջև ընտրություններ, այսպես շրջադարձային փոփոխություններ կարող են լինել։ Չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձային բաներ լինեն։ Այդ պետք է ինչ-որ իրադարձություն լինի։ Հասարակությունը իրականում անգամ այսպես ասած սենսացիոն դեպքերի նկատմամբ արդեն մի տեսակ դրական կամ բացասական իմունիտետ ունի եւ այնինչ իշխանությունը կամ ընդդիմությունը կամ ընդհանրապես մենք բոլորս կարող ենք մտածել, որ երևի կազդի ժողովրդի նյարդերը արդեն այնքան բթացած են, որ շատ բան էլ չի ազդում։ Այո, ինչ-որ բաներ սպասվում են մայիսին օրինակ ինչ-որ եվրոպացիներ ստեղ պետք է գան, ապրիլի 1-ից դե հեսա ուժի մեջ է մտնում այդ թոշակների մի փոքր սեգմենտի համար իրականում փոքր չափով բարձրացումը, ինչ-որ նման բաներ կան, բայց ժամանակը քիչ է, որ դրանք ինչ-որ դրական կամ բացասական ազդեցություն թողնեն, հիմնականում էլեկտորատը արդեն իսկ մի քիչ էսկոմ մի քիչ ենկոմ կողմնորոշված է եւ ընտրությունների արդյունքի վրա այս որ ասում եմ այն հիշում եք մեր երեխա ժամանակների բանը թվաբանությունը, հա, որ ասում են 9 գրում ենք, մեկը պահում, այս մտապահելով, որ իրենք կեղծում են ընտրությունները դեռ անցած տարվանից սկսած։ Երբ որ սկսեցին քաղաքալացանքներ, այս միտեղ մտապահում ենք, վերադառնում թեմային, որ ընտրությունների արդյունքների վրա ամեն դեպքում ազդելու է ով ինչքան կկարողանա իր էլեկտորատը մոբիլիզացնել, ավելի բարձր ժողովրդական զորացած տանել ընտրատեղամասեր։ Հիմա կարող ենք ասել, որ հիմնական այսպես գործը պետք է լինի այդ այն զանգվածին, որ ասում է ես չեմ գնալու ընտրություններին, որովհետեւ այդ մարդկանց բերել ընտրատեղամաս։ Այդ դժվար հարց եք տալիս։ Եթե նկատի ունեք, թե ինչ եղանակով իշխանությունը կարա օրինակ էլ իշխանություն չլինի, ինքնին բարձր մասնակցությունը դրա գրավական չի։ Այդ բարձր մասնակցությունը, այդ ձայները պետք է գնան անցողիկ շեմը հաղթահարելու ունակ եւ իրապես ընդդիմադիր, ասենք իշխանության հետ ոչ մի դեպքում կոալիցիա չկազմող ուժերի։ Հենց այնպես գնացեք կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, դա ինքնին օգուտ չի։ Ընդհակառակը, եթե գնան ու ընտրեն ոչ անցողիկ կամ պրոիշխանական ուժերի, դա այդ փոշիացում էլ չի, եթե նա գնում է փոշիանում է, դա գնում է իշխանությունների հարաբերական մեծամասնությանը, որը այս դեպքում իրենք են բոլոր հարցումներով։ Այնպես որ այստեղ, չէ, ես կարծում եմ, որ ավելի էականը արդեն իսկ քո կողմնորոշված ընտրազանգվածին դուխ տալը մոբիլիզացնել ընտրատեղամաս տանելը, որովհետև բռնապետական երկրներում ընդդիմադիր էլեկտորատը ավելի ապատիկ է լինում։ Ինքը էլի ընդդիմադիր է, ինքը էլի ունի հավակնություն, եթե գնա կընտրի, բայց կգնա թե չէ, այդ եթեի հարցը պետք է լուծվի, որտեղ հակառակ կողմը պրոիշխանական էլեկտորատը միշտ ավելի մոբիլիզացված, ավելի մոտիվացված է լինում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն։ Շնորհակալություն։ Հարգելի հաստատիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինե Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար եթերին։